Բարև ձեզ, ձեզ հետ Կարենն է, այսօր մենք քննարկենք թե ինչպես արագացնել մեր համակարգչի աշխատանքը բազային քայլերով։ Առաջին հերթին ինչ պետք է կատարել, դա հետևել, որպեսզի համակարգչի վերջին զարգացումները կամ ինչպես ասում են update-ները լինեն ակտուալ, այնինքն ամենավերջինը, ինչպես նաև սա վերաբերում է ծրագրերին, ընթացիկ օպերացիոն համակարգի հարմարությունների մասին, ինչպես իտեն գտնվում է պարամետրերի բաժանի Windows Update բացում։ Հաջորդ կետով, եթե մեզ մոտ համակարգիչը անհամեմատին է, այս դեպքում անհրաժեշտ կլինի մեզ HDD-ն նախընտրելի կլինի փոխարինել SSD-ով, նախապես կլոնավորելով, այսպես ասած, HDD-ի ինֆորմացիան եւ տեղափոխելով SSD-ի վրա, որպեսզի տեղի ունենա ինֆորմացիայի կորուստ, այս քայլը փոխի մեզ անանիմատ արագացնել մեր համակարգչի աշխատանքը, ինչպես նաև պետք է համակարգիչը մաքրել ավելորդ ֆայլերից, այստեղ մեզ օգնության կարող է հասնել Windows օպերացիոն համակարգի ներկառույց դիսկլյան ծրագիրը, որը օրինակ C մասի վրա property մասում եւ կանցենք այս օպցիան արագ երկու հասանելի է դառնում եւ որպես ալտերնատիվ կարող ենք օգտագործել նաև C-Cleaner ծրագիրը, եթե մեզ C-Cleaner Աբելական նախընտրելի չէ մեզ համար։ Հաջորդ քայլով օգտվում մեկնարկից կարելի է անջատել բոլոր այն ծրագրերը, որոնցից չենք օգտվում մեզ համար ավելորդ է, սա օգնի թեթևացնել համակարգչի օպերատիվ հիշողությունը եւ համակարգչի աշխատանքը դարձնել արագ։ iOS հավերաբերում է Task Manager մասի, Startup մասի ավելորդ, այսպես ասած, ծրագրերը անջատելուն։ Համակարգչի արդյունավետ աշխատանք ապահովելու համար պետք է հետևել նաեւ համակարգչի ընթացիկ ջերմաստիճանին, որպեսզի տեսնել թե մեր բոլոր սարքավորումները գտնվում են նորմալ սահմաններում թե ոչ, այստեղ մեզ օգնության կարող է հասնել այնպիսի ծրագրեր, ինչպիսիք թե օրինակ FW մոնիտորը կամ Spetsին, ջրկրիտ կա, այսպես ասենք, կեբլ ցույց են տալիս համակարգչի կոմպոնենտների ջերմաստիճանը եւ մենք կարող ենք տեսնել ընթացիկ թույլատրելի սահմանները ջերմաստիճանը եւ այսպեսով վերահսկել մեր համակարգչի անխափան աշխատանքը, ինչպես նաեւ պետք է հետևել, որպեսզի համակարգչի վիդեո դրայվերները կամ ավելի ճիշտ տեսա դրայվերները լինեն ակտուալ, այսինքն վերջինը եւ նախընտրելի է, որպեսզի դրանք ներբեռնեն օֆիցիալ կայքին, որպեսզի, ինչպես ասում են, մեր խաղերում ապահովի բարձրագույն FPS եւ ես կասեի համակարգչի համար ավելի կայուն աշխատանք ապահովելու համար նախընտրելի է, որպեսզի մեր դրայվերները լինեն ակտուալ տարբերակով ամենավերջին դրայվերները, ինչպես նաեւ համակարգան, եթե մեր համակարգիչը աշխատում է ծանրաբեռվածության տակ եւ մենք ընդհանուր առմամբ մեր առօրյայում օգտագործում ենք շատ ծրագրեր, նախընտրելի է ավելացնել մեր համակարգչի օպերատիվ հիշողությունը, կամ ինչպես ասում են RAM մոդուլը, այժմ ժամանակներում ակտուալ է համարվում մինիմում գոնե 16 GB օպերատիվ հիշողությունը, որպեսզի մենք կարողանանք օպտիմալ կերպով աշխատել ժամանակակից ծրագրերի հետ։ Եվ վերջապես մեր համակարգիչը ավելի թեթև դարձնելու համար նախընտրելի է, որպեսզի այն ծանրաբեռնենք երկրորդական ֆայլերով։ Այդ ֆայլերը մենք կարող ենք պահպանել օրինակ մեդիա ֆայլերը, նկարներ, ինչպես նաև տեսա ֆայլեր, որոշակի ժամանցային վիդեո հոլովակներ, այդ ամենը մենք կարող ենք պահել անբային պահեստարաններում, ինչպիսիք են օրինակ Windows-ի ներկառույց OneDrive-ը կամ շատերից քաջ հայտնի Google Drive-ը։ Այս հիմնական թվարկած հիմնական քայլերը կօգնեն մեզ, որպեսզի մեր համակարգիչը աշխատի անխափան առանց ապահովումների եւ ավելի երկար ժամանակ կծառայի մեզ, եթե մենք հետևենք այս քայլերին։ Այսքան այսօրվա տեսանյութի համար, եթե այն ձեզ համար օգտակար էր կամ վիտամին դրեք լայք, բաժանորդագրվեք ալիքին հետագա տեսանյութերը բարձրացնելու համար, ձեզ Կարենն է, միշտ հանդիպում։